Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանին։ Բարի ձեզ Արման, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Անունով եմ ձեզ դիմում, որտեղ մենք վաղուց ենք իրար ճանաչում, դեռ ուսանողական տարիներից եք դուք պայքարում եւ փաստորեն հասակներան, որ ստեղծեցիք ձեր կուսակցությունը եւ հանուն սոցիալական արդարության։ Մենք կխոսենք արդեն ներքաղաքական կյանքում տեղի ունեցող եւ սոցիալական արդարության հետ որ ինչ կապ ունեցող կամ չունեցող երևույթների մասին, բայց ուզում եմ անդրադառնալ մի հայտարարության, որը երեք արդեն համացանցում քննարկման թեմա էր դարձել։ Վլադիմիր Սոլովյովը, փաստորեն Ռուսաստանի Դաշնության պետական քարոզչության առանցքային դեմքերից մեկը, խոսեց Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի անհրաժեշտության մասին։ Հայաստանը կորցնելը դեմ է Ռուսաստանի Դաշնության ազգային շահերին եւ նրա պնդմամբ հատուկ ռազմական գործողություն պետք է իրականացնել ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանի ազդեցության այլ տարածքներում եւ նրա խոսքով թքած պետք է ունենալ միջազգային իրավունքի վրա։ Այս հայտարարության հետ կապված ձեր դիրքորոշումը եւ արդյոք սա Սոլովյովի նենց առանձնական մտքերի այդ շարադրանքն է, թե ամեն դեպքում կապ ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքական վերնախավի իրական այդ դիրքորոշման ազդանշանների հետ։ Քանի որ արդեն էմոցիոնալ ֆոնը շատ բարձր է եւ մենք միշտ էմոցիոնալ բնականաբար անցալում ենք նման հայտարարությունները, ինչը բնական է, ես ավելի շատ կփորձեմ էմոցիաներից դուրս վերլուծական տեսանկյունից մենք դիտարկենք, որտեվ նորից եմ կրկնում, էմոցիաները բնականաբար շատ են եւ չի ուզենա էմոցիոնալ տեսանկյունից խոսեի, չնայած եթե դու բնական Հայաստանի բնական շահերի կողմնակից ես, չես կարող դեմ չլինել նման հայտարարություններին, բայց եկեք իսկապես վերլուծենք։ Տեսեք, Ռուսաստանը ինքը միատարր պետություն չի, անընդհատ որ ասում են Ռուսաստանը, Կրեմլը եւ այլն, բոլորս էլ կամ շատերը գիտեն, որ Ռուսաստանում կան տարբեր էլիտաներ եւ այնտեղ կա տարբեր մոտեցումներ, նույն հետ խորհրդային տարածքի հետ կապված, նույնիսկ Ուկրաինայի այս ճգնաժամի պատերազմի վերաբերյալ այնտեղ շատ տարբեր իշխանության ներսում էլիտաներում շատ տարբեր մոտեցումներ կան մոտեցումներ, որ պետք է շատ արագ պայմանավորվել արևմուտքի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, կան էլիտաներ, որոնք ասում են, որ պետք է ուժային լուծել բոլոր խնդիրները, թե Ուկրաինայում, թե հետ խորհրդային տարածքում, եւ բնական է Սոլովյովը ներկայացնում է էլիտաներից որոշ էլիտաներին, որոշ էլիտաների մոտեցումները, ինչպես դուք ասացիք, ինքը քարոզիչ է, պետական քարոզիչ է, բայց նորից եմ կրկնում, Ռուսաստանը միատարր չէ։ Այնտեղ տարբեր էլիտաներ կան տարբեր մոտեցումներով, թե փափուկ ուժի տեսանկյունից, թե բիրտ ուժի տեսանկյունից։ Հիմա ինչա ընդհանուր աշխարհում կատարվում, այս կոնտեքստում դիտարկենք Սոլովյովի հայտարարությունը։ Մենք հիշում ենք, որ մի քանի օր առաջ, մեկ շաբաթ առաջ, նոր տարվա սկզբի օրերին, ԱՄՆ-ն Վենեսուելայի շուրջ կատարեց հատուկ օպերացիա, այսպես ասենք, եւ հիշում եք, որ փոխնախագահ Վենսը ուղիղ հայտարարեց, որ ՄԱԿ-ը անգամ չի հասկանում ինչ է ասում, իրենց այսպես ասենք աչքը փակեցին միջազգային իրավունքի վրա։ Հիմա Սոլովյովը մեծ հաշվով այդ կոնտեքստում եթե դիտարկենք, ինչ է ասում, ասում է, որ եթե Միացյալ Նահանգներին կարելի է Վենեսուելայում, ինչը կենսական շահերն են Վենեսուելան, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ինչու Ռուսաստանին չի կարելի իր կենսական շահերի զոնայում, այսինքն հետ խորհրդային տարածքում։ Այո, ինքը կոնկրետ օրինակը բերեց Հայաստանի Հայաստանի օրինակը, բայց պարզ է, որ խոսքը ոչ միայն Հայաստանի մասին է, այլ ամբողջ Հարավային Կովկասի, եթե օրինակ դիտարկենք, որ պետք է ուժային ինչ-որ սցենարով իրենք դիտարկեն ռուսները, ռուսական այդ էլիտաները հստակ, որ պետք է Հայաստանի հանդեպ ինչ-որ գործողություններ արվեն, սա վերլուծական տեսանկյունից եմ ասում, ապա ուրեմն բնական է, որ ստեղ նաև խոսքը կգնա Վրաստանի մասին, Ադրբեջանի մասին, որոնք ուղիղ սահմանակից են Ռուսաստանի, այսինքն միայն Հայաստանը Հարավային Կովկասում այնպես չի, որ հարց է լուծելու ռուսների համար։ Արդյոք այսօր Ռուսաստանը ունի այդ հնարավորությունները, կարծում եմ գետնի վրա ոչ, այս բային չունի, որովհետև Ռուսաստանը շատ եւ շատ ռեսուրսներ կենտրոնացրել է հենց Ուկրաինայում, իր ազդեցությունը Հարավային Կովկասում եւ տարբեր ռեգիոններում բնական է այսօր նվազել է եւ կա օբյեկտիվ ռեսուրսների պակաս։ Սա անգամ ռուսները չեն հագցնում։ Քաղաքական վերնախավի բաները չեն, այսինքն ազդանշանները չեն։ Չէ, կարող է որոշ էլիտաների, ես չեմ բացառում։ Ես ասացի սկզբում, որ Ռուսաստանում իշխանությունում կան տարբեր էլիտաներ, տարբեր մոտեցումներով։ Եթե ուզում եք, այնտեղ կան տարբեր կլաններ։
իշխանության ներսում տարբեր կլաններ։ Պետք է լինի հակադարձումը մեր մոտից։ Ես կարծում եմ բնական է պետք է լինի, որովհետև ես որքան էլ որ օրինակ մենք ունենք պրագմատիկ նաև շահեր Ռուսաստանի հետ, ես կարծում եմ Հայաստանը պրագմատիկ շահեր ունի շատ ու շատ կենտրոնների հետ աշխարհաքաղաքական, ստեղ իհարկե բնական է, որ նման հայտարարությունները չեն կարող չունենալ արձագանք եւ կարծում եմ, որ ես կարծում եմ, որ կլինի։ Ես կարծում եմ իշխանությունները մեծ հաշվով երևի ես կարծում եմ, որ ԱԳՆ-ի մակարդակով կլինի արձագանք։ Ես այդպես եմ կարծում, որ նախկինում եղել են արձագանքներ։ Նորից եմ կրկնում, այստեղ արդարացնել կամ ասել, որ այո, կամ չգիտեմ, կան շրջանակներ, որոնք չեն քննադատում։ Գիտեք, այստեղ ոչ թե պետք է միայն էմոցիոնալ առումով քննադատել, դա վստահ եմ, որ կլինի, արդեն կա, հա, տեղի է ունենում, եւ որովե կերպ աջակցել այս ամենը հնարավոր չի բնական ասել, այ ճիշտ է ասել Սալավիովը։ Չգիտեմ, անգամ Հայաստանում կարող է լինել տեսմար, որ կասի, որ ճիշտ է ասում Սալավիովը, պետք է Ռուսաստանը Հայաստանի հանդեպ նույնպես սկսի ռազմական գործ։ Ես կարծում եմ, որ դա եթե Հայաստանում կա 5-րդ Շարասյուն, որը ներկայացնում է որևէ օտար երկրի շահ, ապա իրենցով պետք է զբաղվեն արդեն համապատասխան մարմինները։ Ինչ կապ, ես խոսում եմ Հայաստանի պրագմատիկ շահերի տեսանկյունից եւ այն կոնտեքստում, եթե դու ներկայացնում ես Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի պրագմատիկ ազգային եւ պետական շահերը։ Հիմա տեսեք, այս առումով բնական է մենք պետք է էմոցիաներից բացի հասկանանք ինչ աշխարհում կատարվում։ Այո, եւ կան ռիսկեր։ Բնական է կան ռիսկեր։ Աշխարհաքաղաքական կենտրոնները, տարածաշրջանային տերությունները, երկրները բնական է այսօր Հարավային Կովկասում բոլորը փնտրում են իրենց շահը եւ տարբեր ռեգիոններում, մասնավորապես մեր մասով է խոսքը գնում։ Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը այստեղ պետք է շատ նուրբ գործի, ռիսկերը մինիմիզացնի, նվազեցնի եւ չհայտնվի աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետում։ Համար մենք պետք է մեր գործընկերները շատ աշխատենք շատ ճիշտ ձևով, հա, ԱԳՆ-ն իր տեղում պետք է լինի, կառավարությունը իր, երկրի ղեկավարը իր, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել աշխարհաքաղաքական կենտրոններ, որ Հայաստանը ունի շատ սահմանափակ ռեսուրսներ, հնարավորություն է մեծ չի դառնալու հակառուսական կամ հակաարևմտյան։ Օրինակ ես դեմ եմ այդ մարգինալացման մոտեցմանը, որ լինել հակաարևմտյան կամ հակառուսական, ինչի մենք կարող ենք բոլորի հետ աշխատել եւ բոլորի հետ փնտրել մեր շահը։ Իշքան է դժվար է այսօրվա աշխարհում։ Այո, իշքան է դժվար է աշխարհում այսօր դա, իհարկե հնարավորությունները քչանում են, փոքրանում են, մենք տեսնում ենք թե ինչ է կատարվում, Հայաստանը այդ ճոխությունը իրեն թույլ չի կարող տալ։ Իսկ հայտարարություններ կլինեն Սալավիով կլինի, չգիտեմ, մեկ այլ գործիչներ կլինեն, լրագրողներ կլինեն, քարոզիչներ կլինեն եւ այլն, կարող են ինչ ուզում են ասեն, իրանց երկրի տեսանկյունից են ասում, իրանց երկրի շահի տեսանկյունից են իրենք ասում, հա, ինքը ասում է Ռուսաստանի շահերի տեսանկյունից։ Հիմա այնտեղ, հա, այսինքն մենք էլ պետք է մեր շահերից խոսենք, մեր պետության շահերից, մեր պետության պրագմատիկ ազգային պետական շահերից։ Այո, մեր շահերից չի բխում լինել որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի կամ տարածաշրջանային տերության, որտեղ Ռուսաստանը ամեն դեպքում գերտերություն չի, ԱՄՆ-ն է գերտերություն։ Մեկ կենտրոնի մասին է։ Այո, խոսքը նրա մասին է, որ չլինեն ինչ-որ մեկի դեմ։ Պետք է աշխատել ճիշտ, գրագետ, այո, ռիսկերը պետք է հենց նման կերպով փորձել վերահսկել։ Ուրիշ տարբերակ մենք ուղղակի չունենք։ Այն նրանք, որ ասում են, որ պետք է հիմա վաղը խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ որոշ շրջանակներ, որ արևմուտքը չարիքա պետք է խզել արևմուտքի հետ հարաբերություն, դուք հասկանում եք ինչ ռիսկերի դա կարող է բերել Հայաստանի համար, թե այն կողմից, թե այս կողմից։ Անվտանգության, թե տնտեսական։ Բոլոր առումով։ Գիտեք, անվտանգային տնտեսական անվտանգություն էլ կա, ռազմական անվտանգություն էլ կա, բոլորը անվտանգային հարցեր են։ Այո, ամեն մեկը իր մակարդակով, այդ բոլորը անվտանգային հարցեր են։ Հայաստանը պետք է միմիայն իր պետական շահերից գործի եւ որևէ անգամ սիմպաթիա եւ այլն դրանք պետք է մեծ քաղաքականության մեջ դնել մի կողմ, հա, մենք սիրում ենք, չգիտեմ, Մոսկվան, թե Բրյուսելը, թե Վաշինգտոնը, դրանք երկրորդական են։ Մենք ունենք հստակ խնդիրներ լուծելու, այսօրվա турբուլենտ աշխարհում, հա, փորձել այնպես անել, որ Հայաստանը այո, այս ճգնաժամից նաև կարողանա օգտվել։ Սա լոկ խոսքեր չեն, որովհետև գիտեք, այո, շատ բարդ է փոքր երկրներին այսօրվա աշխարհում իրենց շահերը առաջ տանել, բայց մենք տեսնում ենք, թե օրինակ Իսրայելը
փոքր, մեզանից փոքր երկիր է, բայց ոնց է ինքը կարողանում իր շահերը առաջ տանել։ Այսինքն հնարավոր է, չէ՞։ Հնարավոր է, այսինքն մենք պետք է ճիշտ հմուտ եւ չսխալվելու այդ քաղաքականությամբ շարժվենք Դե առաջ։ Իսրայելին է օրինակ բերում, մենք գիտենք ում միջոցով եւ ինչ հնարավորություններով է այդ ամեն իրականացնում։ Այո, բայց մեր տարածաշրջանը մի փոքր այլ է, հա, ճիշտ է, մերձավոր արևելքը շատ ահավոր բարդ տարածաշրջան է, բայց մենք ունենք գետնի վրա այն իրականությունը, որը ունենք։ Այդ իրականությունը կապված է նրա հետ, որ այստեղ կա նաև Ռուսաստանի Դաշնություն, որը հետ մենք ուզենք կամ չուզենք, ով ինչպես ցանկանում է, պետք է ունենանք երկխոսություն կարծում եմ։ Ուղղակի տարբերակ չկա, գիտեք, այնպես չի, որ Հայաստանը ասում է ես չեմ ուզում, որ Ռուսաստանը լինի տարածաշրջանում ու դրանով Ռուսաստանը Չէ, ես ուղղություններով ինչ որտեղ ցույց է տալիս, որ մենք Ռուսաստանից այսպես կտրվում ենք։ Ես Նիկոլ Փաշինյանի մասին չեմ ասում, ես խոսում եմ այն շրջանակների մասին, քաղաքական, հասարակական, որոնք կան Հայաստանում եւ առաջ են տանում այդ օրակարգը։ Ես իրենց մասին եմ խոսում։ Ես կարծում եմ, որ պետք չի լինել մարգինալ եւ պետք չի լինել ոչ հակառուսական, ոչ հակարարևմտյան, բայց նման դրսևորումներին, որոնք որ կան ու կոնկրետ Սալավիովի մասով բնական է այդտեղ գնահատականը կարող է լինել միանշանակ իհարկե դա չի կարելի աջակցել դա միայն կարելի է չընդունել եւ քննադատել բայց պետք է հասկանանք թե ինչու են հիմա ասվում նման բաներ հա նորից եմ ասում այն կոնտեքստում որ ինչ է տեղի ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունը Թրամփի, հա, որը որ այսօր ասում է, որ ԱՄՆ-ն է աշխարհում այդ առաջնորդը եւ մենք ոնց կուզենք տենց կլինի, հա, կոպիտ ասած դա է նշանակում եւ Վենսն է ուղիղ ասեց, որ ՄԱԿ-ը եւ այլն եւ տեսակ որ ԱՄՆ-ն դուրս է գալի մոտ 60 տարբեր կառույցներից, որոնք շահկապված են առնվազն 30 նման ինստիտուտ շահկապված են ՄԱԿ-ի հետ Այսինքն այսօր տեղի ունենում ինչ-որ նոր աշխարհակարգի ձևավորում։ Երկրորդ համաշխարհային այն միջազգային համակարգը, որը որ ներդրվել էր եւ այն խաղի կանոնները, որոնք որ կային, այլևս չեն գործում։ Դա առաջի հերթին ասում է ԱՄՆ-ն, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնք որ գերտերություն են։ Հիշեցնեմ գերտերություն։ Որոշ մարդիկ փորձում են մեկ-մեկ համատել Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն, ուղղակի համեմատելու չի, որտեղ Ռուսաստանը գերտերություն չի եւ իրեն չի համարում գերտերություն։ Ռուսաստանը կարող է լինել տարածաշրջանային տերություն, այս բանին այսպես ասենք, բայց ԱՄՆ-ն բնական է գերտերություն է եւ մեծ հաշվով թե ԱՄՆ-ի նախագահն ԱՄՆ-ի նոր վարչակազմը, այսինքն ներկայիս վարչակազմը ասում է, որ ՄԱԿ-ը այլևս, այսպես ասենք իրենից մեծ արժեք չի ներկայացնում, նշանակում է գնում են նոր վերադասավորումներ, նոր խաղի կանոններ են գծվում։ Հիմա ով Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ այլն մնացած խաղացողները իրար հետ գտնվում են պայքարի մեջ։ Այս պայքարի մեջ փոքր ավելի սահմանափակ ռեսուրսներով երկրները պետքա ոչ թե գնան այն ծայրահեղ ճանապարհներով, որ եկեք լինենք հակա սրան, հակա նրան, այլ հակառակը այս նոր գծվող աշխարհակարգի մեջ, խաղի կանոնների մեջ մենք հասկանանք մեր տեղը որտեղ է։ Ես կարծում եմ Հայաստանը կարող է տարածաշրջանում լինել ոչ թե բաժանող, այլ հակառակը կամուրջ լինել եւ դրանով հետաքրություն ներկայացնել տարբեր աշխարհակաղակական կենտրոնների համար։ Կհետևենք ամեն դեպքում իրադարձություններին, կտեսնենք հակադարձումը կլինի, պատասխանը կլինի, թե ոչ, հիմա անցնենք սոցիալական արդարության հետ կապված մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Անկախիկ թոշակ, առողջապահական վճար, աղքատություն, նորական սոցիալական քաղաքականություն։ Թոշակառուները վրդովված են։ 2026 թվականի հունվարի 1-ից անկախի գործարքների այդ թոշակների եւ նպաստառուներին 20% հավելավճար։ Սա կարծես թե իշխանությունները լավ բան է անում, փորձում է օգտակար լինել, չի կարողանում անմիջապես թոշակները բարձրացնել, բայց հնարավորություն է տալիս։ Ընդ որում Արսեն Թորոսյանն ասում է, որ էֆեկտիվ են այն նորարարական մեխանիզմները, որոնք հիմա կիրառվում են։ Թոշակառուները համաձայն չեն, էֆեկտիվ չէ, հակառակ իրենց համար ահագին անհարմարություններ է ստեղծել այս իրավիճակը։ Հիմա դուք սոցիալական արդարություն կուսակցություն եք։ Արդյոք այստեղ կա արդարություն այն էլ սոցիալական թոշակառուների համար, հատկապես եթե հենց նախարարը նշում է, որ երկու հիմնական նպատակ ունի, չէ՞, այս փոփոխությունները։ Մեկը դա ստվերային տնտեսության ասին ջրի երես դուրս հանելն է, մյուսն էլ ինչու պետք է հենց թոշակառուն աշխատի իր վաստակած այդ թոշակը բարձրացնելու համար։ Ես շատ նամակներ եմ ստանում թոշակառուներից։ Ես էլ եմ ստացել, դրա համար ուզում եի այս մասին ձեզ հետ խոսել։ Պաշտոնական թվերը, որ 50%-ից ավել թոշակառուների չի օգտվում հետ վճարից, ինչու շատ պարզ։
Ոչ թե որովհետև չեն ցանկանում, այլ որովհետև գետնի վրա այդ հնարավորությունը չկա։ Գնում են շուկա, որտեղ օրինակ բանջարեղենը եւ միրգը ավելի էժան է, քան սուպերմարկետներում, շուկաներում, անգամ Երևանում շուկաներում չկա քարտային հնարավորություն օգտվելուց, ուր մնաց մարզերում, ուր մնաց սահմանամերձ բնակավայրերում եւ այլն եւ այլն։ Այսինքն սրանով արդեն կա սոցիալական անարդարություն։ Սա առաջինն է, երկրորդը։ Մեր թոշակը արդեն ինքը իրենով նվազագույն թոշակը 36000 դրամ է, արդեն ինքը իրենով շատ ցածր է։ Նույնիսկ այդ 20% հետ վճարը, ասենք, եթե օգտվեն, նորից եմ ասում 50%-ից ավելի չի կարողանում օգտվել։ Անգամ այս գնաճի մեջ դա իրենց համար հարցի լուծում չի։ Ի սկզբանե, տեսեք, կա մինիմալ սպառողական զամբյուղ, որը կազմում է մոտ 80000 դրամ։ 80000 դրամ եւ 36000 դրամ։ Սա սոցիալական անարդարություն է, թե չէ։ Բնական է սոցիալական անարդարություն է։ Հիմա այս առումով կառավարությունը արդեն 8 տարի, այս ներկայիս թիմը 8 տարի իշխանություն է։ Հիմա իրանց գործառույթը ո՞րն է, յուրաքանչյուր կառավարության գործառույթ է, մարդկանց կյանքի որակը բարելավելը։ Սա պրիմիտիվ է հնչում, հա, բայց դա է այդ գործառույթն է։ Եթե դու ասում ես, ես չեմ կարողանում թոշակը բարձրացնել, բյուջեում փող չկա, բայց հարցը առաջանում, ինչ չկա, բայց կառավարության գործառույթը նա է, որ բյուջեում փող լինի։ Հիմա թոշակառուներին ասում են առևտուր արեք, որ բյուջեում գումար ավելանա։ Այսինքն միակույսը մեր թոշակառուների այդ 36000 դրամի առևտուրն է, չգիտեք, սա տնտեսական հաշվարկ անգամ մաթեմատիկական պրիմիտիվ, անգամ այս առումով որևէ այստեղ բան չկա տրամաբանություն։ Ոչ թե պետքա թոշակառուների հաշվին բյուջեն լցվի, որտեղ այդ թոշակները այնքան ցածր է, որ բյուջե կամ իրանց անկախիկ առևտուրից ոչ մի բան էլ չի լինի։ Ուղղակի մեծ հաշվով այդ կոսմետիկ փոփոխությունն են հնարավոր մտածել են, որ հնարավոր է եւ արել են այդ կոսմետիկ 20%, հա, միջև բարձրացրել են այդ հետ վճարը, բայց իրականում այստեղ թոշակառուների համար մեր երկրում որևէ խորքային փոփոխություն չի եղել, անգամ շատ խորքային էլ չասենք, մակերեսային լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել։ Հիմա ես ասում եմ, ոնց բարձրացնենք թոշակները։ Նախավարաշ կառավարության գործառույթներ 8 տարի, որ իշխանության են, հասկանալ ոնց կարելի է Հայաստանի տնտեսական մոդելը ձևափոխել, վերափոխել։ Եթե դու ուղղակի հույսը դնում ես ծառայությունների ոլորտի վրա, չես զարգացնում քո արդյունաբերությունը, հարկային քաղաքականությունը վարում ես այնպես, որ ուղղակի բյուջե ես լցնում, այսինքն դու որևէ առումով նոր տնտեսական մոտեցում չունես, օրինակ ասենք կառավարությունը անընդհատ պարծենում է նրանով, որ ստվերից շատ բիզնես բերելա դեպի հարկային դաշտ, հա, ընդունում եմ դրական փոփոխությունը, բնական է, որ դա դրական փոփոխություն է, ստվերից բերել դեպի հարկային։ Այո, բիզնեսները կա 3000-ից ավել, դա 25 թվականի արդյունքով 3000 ավել մանր եւ միջին բիզնեսի մասին է խոսքը, փակվել են։ Ինչու, որովհետև հարկային քաղաքականությունը հարկերն են բարձրացրել։ Այո, իհարկե։ Եվ այս առումով այդ հիմնական գործառույթը կառավարությունը պետք է կատարի, այսինքն ինքը պետք է այնպիսի տնտեսական քաղաքականություն վարի, որ ոչ թե հետո արդարանա ասի բյուջեում փող չկա, այլ որ այդ հարցը դրված չլինի, բյուջեում փող լինի։ Եվ ստեղ ում են մեղադրում, թոշակառուն են մեղադրում, թոշակառուներին, թե քաղաքացիներին։ Դա կառավարության անմիջական պարտականությունն է։ Ես ասել եմ, գնացեք գերշահույթ ստացող ընկերություններին հարկեք, եթե ստանում են գերշահույթ, գերհարկեր դրեք։ Չգիտեմ, մարդիկ միլիարդատեր, միլիոնատերներ են, ոնց է, նույն արևմտյան երկրներում շատ են սիրում, ուզում են ԵՄ անդամ, չէ՞, դառնանք։ Եկեք այդ օրինակը վերցնենք, մարդը թանկարժեք նկար ունի տունը $1 միլիոն, այդ հարկեք, ընկելեք մանր միջին բիզնեսի հետևից, ընկելեք թոշակառուների հետ վճարների հետևից, անկախիկ առևտրի հետևից։ Այդքան on-line կազինոներ միլիարդավոր դոլարների շահույթներ ունեն։ Գնացեք 3 անգամ հարկերը բարձրացրեք, բերեք սոցիալական ծրագրեր արեք։ Դուք ցույց եք տալիս այն ճանապարհը, որտեղից կարելի է ավելացնել բյուջեն եւ դրանով թոշակառուների թոշակը բարձրացնել։ Ես համոզված եմ, տոկոսի մասին է ձեր նախագիծը ենթադրենք, եթե պետք է բարձրացնել։ Գիտեք, որ ասում են 50%-ով կբարձրանա թոշակը, հենց սկզբում հիմական չէ, նախաձեռնություններ, ստորագրավակներ, դա ռեալ չի։ 50%-ով թոշակը այս իրականության մեջ չի կարող տեղի ունենալ, որովհետև բնական է, ես տեսնում եմ, թե մեր բյուջեի հնարավորություն, մենք բյուջեում 26 թվականին ունենք մոտ $1 միլիարդ դեֆիցիտ։ Մենք էլի պարտք ենք անելու միջև 26 թվական ավարտը։
պարկ ենք անելու արտաքին, իսկ մենք գիտենք արտաքին պարկը որքանով է աճել։ Այսինքն այստեղ խոսել, որ 50%-ով կարելի է բարձրացնել, դա պոպուլիզմ է ընտրություններից առաջ։ Իսկ ես հավատացեք, նույնիսկ կուսակցիա նախագահ լինելով, շատ անկեղծ ուզում եմ ասեմ, ես անընդունելի եմ համարում թոշակառուների թեման օգտագործել քաղաքական նպատակներով, օգտագործել իրենց հույզերը, էմոցիաները, ասել, որ 50%-ով, այս պայն 50%-ով թոշակները ցավոք սրտի բյուջեում այդ հնարավորությունը չկա, պետք է անկեղծ լինեմ, որքան էլ որ դժվար լինի, բայց հնարավորություն կա 20-ից 30% բարձրացնել փուլային տարբերակով։ Այսպես թե այնպես երասական 20-30% այդ հետվճարի ժամանակ գալու է այդ որոշակի գումարը, ստացվում է, չէ՞։ Ասեմ ամենահիմնական պահանջը թոշակառուների որն է, քանի որ շատ եմ շփվում։ Ասում են հանեք հետվճարը, դրա փոխարեն բարձրացրեք թոշակները, քանի որ 50%-ը չի օգտվում հետվճարից, այդ հետվճարը հանեք եւ սարքեք թոշակի բարձրացում։ Եվ դա կլինի արդեն 20-ից 30%։ Սա ամենառեալն է սկզբի փուլի համար։ Հետո կառավարությունը աշխատի, բյուջեն ուրեմն շատացրու, տնտեսությունը զարգացրու, բնական է երկրորդ փուլով, չեմ ասում սահմանափակվենք եւս մի 10 տարով, այս 20-30%-ով։ Անկախիկ թոշակին դուք կողմ եք։ Պարզապես մեխանիզմները ճիշտ չեն դրված։ Ես կողմ եմ, որ նրանք ովքեր ցանկանում են անկախիկ առևտուր անել, անկախիկ անեն, այո, պարտադրանք չպետք է լինի եւ հետ վճարը պետք է դառնա թոշակի ռեալ բարձրացում։ Այսինքն ոչ թե գնա անկախիկ արա, որտեղ նորից եմ ասում, երկրում գետնի վրա չկան այն պայմանները, որ գնացեք շուկաներ, գնացեք, ես չեմ ուզում մարկանց մեղադրեմ, ես չեմ ուզում այդ մարկանցը մեղադրեմ, որ իրանք, որտեղ նորից եմ ասում, հարկային բեռը շատ բարձրացել է, այն հարկային բեռը, որը կա, մանր եւ միջին բիզնեսը այսօր շատ մեծ խնդիրների առաջ է հայտնվել եւ փակվում, այո, շատ ճիշտ եք ասում։ Այսինքն հետ վճարը այս պահին պետք է սարքել կոնկրետ թոշակի բարձրացում եւ մարկանց հանրային պահանջը թոշակառուների դա է։ Ընդ որում կոմունալ տրանսպորտ Կոմունալը չէր մտնում միջև այս պահը հետ վճարի մեջ, ասում էին իբր հունվարից պետքա մտնի, դեռևս չգիտեմ, դեռևս չկան, մարդիկ ասում են, որ դեռևս նոր է սկսվել տարին, բայց ամեն դեպքում դա հանրային պահանջ է, որ հետ վճարը սարքեն թոշակի բարձրացում։ Հիմա տեսեք, եթե անընդհատ գնաճ է տեղի ունենում, անընդհատ գնաճ է տեղի, դա առօրյա կյանքում մարդը գնում է եւ տեսնում է գնաճը, բայց չի աճում մարդու եկամուտը, նամանավանդ թոշակառու։ Իսկ դուք գիտեք, որ մեր երկրում թոշակառուներ կան, որ կողքից աշխատանք անում են, հա, մարդիկ կան արհեստ ունեն եւ այլն, բայց մարդու գնում է թոշակառուն չպետք է աշխատի, թոշակառուն սաղ կյանք աշխատի հարկա վճարը, որ հետո պետությունը իրան այսպես ասենք աջակցի եւ դա ինչ որ լավություն չի, դա պարտականություն է պետության, բայց այսօր ուր գնում ես մե 30-35 տարեկանից հետո էլ աշխատանքի չեն վերցնում, մարդը ինչ անի, լավ եթե չունի բարեկամ, երեխաներ եւ այլն, որ աջակցեն իրեն, ինչ անի մարդը, ոնց ապրի, ոնց գոյատևի, ապրելու մասին անգամ խոսք չկա, այս սրա մասին է, որ կառավարությունը այստեղ մեծ անելիք ունի, իսկ մենք շատ լավ հասկանում ենք մի բան, որ եթե երիտասարդը նայում է, որ թոշակառուին այդպես է վերաբերվում պետությունը, նրա մոտիվացիան ո՞րն է երկրում ստեղծելու, հա, եւ այլն աշխատելու, հարկ վճարելու, եթե ինքը գիտի, որ ինքն էլ դառնա տարեց թոշակառու, նույն վերաբերմունքին ինքն է պետության կողմից նույն վերաբերմունքը ստանալու։ Այսինքն թոշակառուների հարցը ես համարում եմ ռազմավարական հարց, թոշակների հարցը ես համարում եմ ռազմավարական հարց, որովհետեւ նույն երիտասարդների համար մոտիվացիա կլինի, եթե իրենք տեսնեն, որ այո, պետությունը վերաբերվում է իրենց տատիկներին, պապիկներին, ընկերների տատիկ պապիկներին եւ այլն, արժանապատիվ կերպով։ Այսինքն ստեղ մենակ թոշակառուների հարցը չի, սա սոցիալական արդարության հարց է։ Որ եթե թոշակառուների վիճակը լավանում է, 10800 դրամի մասին է խոսքը, որը պետք է ուղղվի առողջապահության համակարգին, բավականին կհեշտացնի ընտանիքների վիճակը, այսինքն ծանրությունը թոշակառուների առողջական խնդիրների ոչ թե ընկնում է ընտանիքի անդամների, այլ պետության վրա, վարկ չեն վերցնի եւ այլն։ Դուք համամիտ եք այս տեսակետի հետ, այդ 10800-ը գնում է առողջապահության համակարգին։ Ես նախ առաջ ասեմ, որ հիմա տեղեկություններ կան, որ անգամ այս ապահովագրության հետ կապված բժշկական դեռևս շատ ու շատ անհասկանալի պահեր կան։ Եվ վարչապետն ասում է պետք է օգտագործենք, որ հասկանանք որտեղ են խնդիրները։ Դե գիտեք, մենք դեռևս դա չենք սկսել օգտագործել։ Դեռևս ես կարծում եմ անգամ չի էլ ադապտացվել այս ամեն ինչը, գետնին մենք չունենք այդ բանը, բայց 10800 դրամով ես ուզում ռեալ խոսանք, իրական խոսանք, այսօր առողջապահության, որ 10800 դրամով ինչ բան պետք է լինի, էլի։ Ուզում հասկանամ, տարեկան դա որքան անում, 100,000 դրամից ավել։ Գուցե հենց այդ գումարը պետք է տրվի թոշակառուին, այսինքն առողջապահության վրա կօգտագործի տունը տաքացնելու վրա։ Ապահովագրության մասին ենք խոսում։ Ես ասեմ ինչ ահազանգեր եմ ես ստանում։ Թոշակառուներին պետ պատվեր
պետք է հասնի, գնում են հիվանդանոցներ, ասում են պետ պատվերը վերջացել է։ Ես անձամբ զանգել եմ առողջապահության նախարարություն եւ անգամ զայնագրել եմ այդ տեսանյութը եւ սոցիալական ցանցերում դրել եմ։ Ասում մարդիկ ասում են գնում են հիվանդանոց, ասում են պետ պատվերը ավարտվել է, մի առողջապահության նախարարության աշխատակից ասում է, դե կարա ավարտվի, լիմիտավորված է, 5 րոպե հետո զանգում եմ այլ աշխատակից, ասում է, տես բան ձեզով ասա, պետ պատվերը չի կարող ավարտվել։ Այսինքն, եթե ձեզ հիվանդանոցում նման բան են ասում, ահա զանգեք եւ այլն եւ այլն։ Այսինքն նույն համակարգի երկու ներկայացուցիչ իրար հակասում են։ Սա մեկ երկրորդը։ Մարդկանց օրենքով հասնում է դեղ անվճար, երբ որ ունեն հաշմանդամության կարգեր։ Գնում են դեղատուն, հատուկ, որ պետքա գնեն։ Չեմ ուզում հիմա դեղատների անունը ասեմ կոնկրետ։ Ասում են դեղը տվյալ դեպքում վերջացել է, որը պետ պատվերի շրջանակներում է, մասնավորից են գնել, այս պայն կամ մասնավորից կարող է գնել մեզանից։ Այսինքն մարդուն հասնում է օրենքով այս կամ այնինչ բանը, մարդ չի կարողանում օգտվի դրանից, որովհետև օրենքը կա, իրականությունը այլ է։ Հիմա ուզում հասկանամ, այս խնդիրները անգամ լուծված չի։ Մենք այս խնդիրները օրենքը ունենք օրենք, որը գետնի վրա անգամ չի գործում շատ անգամ։ Հիմա մենք արդեն խոսում ենք բանի մասին, ապահովագրության մասին, այնտեղ այնքան խնդիրներ կա, ու այդ խնդիրներով պետք է զբաղվեն պատկան մարմինները։ Իսկ էլ չեմ ասում պատկան մարմինները, չեմ ուզում բոլորին վիրավորեմ, բայց շատ անգամ որոշ պատկան մարմիններ, մարդիկ ահազանգում են նաև պետական անտարբերություն, անարդարություն, այդ մունաթը, զունաթը, այսինքն ինստիտուցիոնալ առումով մենք ունենք շատ ու շատ խնդիրներ։ Դրա համար բնական է թոշակառուների հարցը հրատապ է, գնաճը անընդհատ այս գնաճը իրանց վրա շատ ազդում է եւ այս հարցը պետք է շուտապույտ լուծում ստանա։ Շուտապույտ լուծումն էլ նա է, որ իրենք պետությունը պետք է կառավարությունը այդ հետ վճարը սարքի թոշակ եւ այդ գումարներն էլ որ ասում են, չէ, Նիկոլ Փաշինյանը ասում է մի կոպեկ չտեսնեմ, կանխիկ դրամ չտեսնեմ։ Դե գիտեք, իմը Նիկոլ Փաշինյանը ասում է, հա, բայց ինչքան էլ ուզում եք որոշումները իրականություն կա։ Այդ իրականությունը մենք տեսնում ենք։ Մենք տեսնում ենք, թե որքան մեծ դժգոհություն կա թոշակառուների շրջանում։ Նպաստ ստացողների մասով ասեմ, այդ շատ լուրջ խնդիր է։ Մարդիկ զրկվում են նպաստից շատ անգամ անիմաստ բյուրոկրատական մեխանիզմների պատճառով։ Այո, օրինակ չի, մի հատ թուղթ տեխնիկական առումով վրիպակա կամ չգիտեմ ինչ, վերջ մարդ զրկվում է նպաստից։ Շատ անգամ մարդու անունով ինչ-որ տեխնիկական ավտո է մնացել իր անունով, այդ ավտոն արդեն մի 20 տարի է չկա, օրինակ եմ ասում։ Վերջ մարդը զրկվում է նպաստից, որտեղ իբր իր անունով ինչ-որ գույք կա։ Այսինքն կան ինստիտուցիոնալ խորքային խնդիրներ մեր երկրում։ Գետնի վրա շատ պրիմիտիվ առաջի հայացքից, որոնք ազդում են մարդու ճակատագրի, ընտանիքների կյանքի վրա, կյանքի որակի վրա եւ այլն։ Այս հարցերով պետքա պետությունը զբաղվի։ Օրինակ այս նմանատիպ որոշումներ եւ փոփոխություններ անելու ժամանակ իշխանությունները խորհրդակցում են, օրինակ ձեզ հետ եղել է ինչ-որտեղ հանդիպում կամ որտեղ հանուն սոցիալական արդարության, այսինքն պարզից պարզ է, որ հիմնականում ձեր ուշադրությունը կենտրոնացնում եք սոցիալական խնդիրների վրա։ Ես անընդհատ բարձրաձայնում եմ, ես անընդհատ հետամուտ եմ, դուք կարող եք հետևել իմ սոցիալական ցանցերին, ես անընդհատ մարդկանց հետ ուղիղ կապի մեջ եմ, եւ մարդիկ ասում են անիմաստ է խոսալը, անգամ ասեմ անիմաստ է, մեծ ոչ ոք չի լսում, մեր ձայնը լսելի չի, ես էլ մի բան եմ ասում մարդկանց ու հիմա էլ եմ կրկնում։ Մենք պետք է լինենք շատ, հանրային պետք է այնքան մասսայական հանրային ձևով այդ հարցերը ստանան հնչողություն, որ պատկան մարմինները դրանով զբաղվեն։ Ցավոք սրտի ստիպված ենք այդ ճանապարհով գնալ, բայց դա է իմ կարծիքով այսօր էֆեկտիվ լուծումը։ Պահանջ լինի, դրա թոշակառուները պետք է ձեռնարկեն, Արման, դա որքանով է պետք է հանրային պահանջ լինի, պետք է առհասարակ մենք շատ անգամ մենք լռում ենք, անարդարությունները տեսնելով մենք լռում ենք։ Օրինակ գիտեք ամենահրատապ խնդիրներից մեկը, որը կա մեր երկրում, շատ արագ խնդիրներ ասում եմ, հա, որովհետև մեր ժամանակը սուղ է։ Օրինակ գիտեք որ մարդկանց ամեն օր խախտվում է բան, աշխատանքային իրավունքները։ Մարդ պետք է աշխատի Հայաստանում 8 ժամ օրական, 40 ժամ շատ շաբաթական, չէ։ Եթե ինքը աշխատում է ավել, պետք է հավելյալ ըստ աշխատանքային օրենսգրքի հավելյալ վարձավճար ստանա։ Որևէ մեկը ստանում է 14-15 ժամ մարդկանց աշխատացնում են, տալիս են շատ չնչին գումարներ, ինչը մարդկանց աշխատանքային իրավունքների խորը կոպիտ խախտում է։ Մարդիկ ինձ գրում են, ասում են, այս ընկերությունը, այն ընկերությունը, ասում եմ, գրեթե գիտեմ Հայաստանում որ ընկերություններն են, որ ասում եմ մարդիկ ասել են, խախտում մարդկանց իրավունքները, ու շատ հայտնի, ձեզ շատ հայտնի, բոլորը շատ հայտնի, իհարկե իմը չեմ ասի, բայց ասում ինչու՞ չեք բարձրաձայնում։ Ի վերջո կա աշխատանքի առողջապահության
առողջապահության եւ աշխատանքի տեսչական Տեսչություն, մարմին, այո, այո։ որը պետք է զբաղվի այդ հարցերով։ Դուք պետք է գնաք դիմում գրեք, որ ձեր աշխատանքային իրավունքները խախտում է, իդեպ դա կառավարության առընթեր մարմին է։ Եվ դուք պետք է գրեք դիմում եւ դրան ընթացք պետք է տան, այդ ընկերությունում պետք է աշխատանքներ սկսվեն, հետաքննություն սկսվի եւ այդ բանը բացահայտելուց հետո, որ ձեր իրավունքները խախտում են, դուք գումարը ստանաք եւ իրանք մի քանի միլիոն դրամի էլ տուգանքների ենթարկվեն, գիտեք ինչ են ասում են չէ, դե վախում ենք, որտեղ մեզ գործից կհանեն։ Բայց եթե մենք ես հասկանում եմ, որ բնական է, կա վախ, որ դրանից է մարդիկ կզրկվեն, շատ բնական եմ համարում։ Բայց այստեղ ոնց որ երկու կողմը մեդալը ունի։ Մի կողմից կամ դու պետքա, մի կողմում դու պետքա քեզ, որ ասում եմ, անարդարության հետ ամեն օր բախվես եւ մի խոսքով համակերպվես դրա հետ, մյուս կողմում էլ մեդալի այն է, որ դու պետք է փաստորեն այդ անարդարության մասին բարձրաձայնես, պայքարես 1, 2, 3, 10 վստահեցնում եմ, որ շատ մարդկանց մտքով չի անցնի այլևս մարդկանց իրավունքները խախտել։ Թոշակառուների պայքարը ինչպես եք պատկերացնում, ինչ պետք է անել։ Բոյկոտում են ինչ են անում։ Ես պատկերացնում եմ, որ պետքա լինի երկխոսություն կառավարության հետ։ Այսինքն այդ միտինգներ, ակցիաներ եւ այլն իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն գոյություն ունի։ Ես որքանով եւ տեղյակ եմ եւ այստեղ Վռամ Սարգսյանի հետ մի քանի հարցազրույցներ ունեցել եմ։ Նամակները մնում են անպատասխան կամ նամակներին այսպիսի պատասխան են տալիս, որ դա արդեն տրամաբանական չէ։ Ընդ որում Վռամ Սարգսյանը հաշվարկեր արել, որ յուրաքանչյուր թոշակառու Հայաստանի Հանրապետության այս գնային աճի եւ այլ պայմաններում պետք է ստանա 300,000 դրամ թոշակ, որպեսզի կարողանա եւ ինքը ապրել, այսինքն վաստակած իր աշխատանքի վաստակած այդ ժամանակահատվածը պետք է հանգստանալ, լիարժեք կարողանա ապրել եւ ոչ թե գոյատևել։ Տեսեք, մենք խոսում ենք նամակների մասին եւ այլն, որը պատասխան չեն ստանում նամակները կամ անտրամաբանական պատասխաններ են ստանում։ Ես ասել եմ սրա լուծումը։ Պետք է լինի հանրային ընդվզում պետք չի պատկերացնել գնալ կառավարության շենքի մոտ ակցիա անել կամ միտինգ, հա։ Պետք է լինի մասսայական հանրային պահանջ։ Եթե իսկապես լինենք շատ, եթե իսկապես ոչ միայն թոշակառուների, նույնիսկ թոշակառուների ընտանիքների պահանջը պետք է լինի, ընտանիքի իհարկե, որտեղ խոսքը գնում է իրենց հարազատի մասին, ծնողների, տատիկների, պապիկների, իհարկե, եւ պետք է լինի այդ մասսայական հանրային պահանջը։ Ինչը ասում իշխանությունը շատ անգամ, չէ՞, այս իշխանությունը ասում է պահանջեք, տեսնենք, որ դա հասարակության մեծամասնությունն է, հա, նույնիսկ իշխանապողության հարցում էին այդպես ասում։ Համաձայն չեք դուրս եկեք հեղափոխությունը, իշխանապողություն, չենք ուզում հեղափոխություն, ուզում ենք թոշակները բարձրանա, ուզում ենք, որ մեր տարեցներին արժանապատիվ ծերություն ապահովի պետությունը։ Լավ, գոնե գոյատևեն մարդիկ, շատ ճոխ բաներից չխոսամ, գոնե գոյատևեն, որտեղ այսօր գոյատևելու խնդիր կա։ Դրա համար ասում պետք է լինի հանրային մասսայական պահանջ։ Այդ ճանապարհային քարտեզը կլինեն ակցիաներ, չգիտեմ, տարբեր այլ միջոցներով իրազեկում դեպի իշխանություններ, դա արդեն տեխնիկական կողմն է, հա, տեխնիկական կողմն է։ Առաջի պայմանը, որ պետք է լինի վճռական տրամադրվածություն հանրային պահանջի առումով, ոչ թե դե լավ, ես իմ ձայնը ոչինչ չի որոշում։ Շատ անգամ տենց է, չէ՞, ընտրությունների էլ ենք տենց գնում։ Իմ ձայնը ոչինչ չի որոշում։ Ես դե մի հոգու բան, այդ մի հոգին, եթե ամեն մեկը տենց մտածի, իհարկե ոչինչ չի փոխվում, բայց եթե ամեն մեկը մտածի, որ հենց իր ձայնն է պակասում, իր մասնակցությունն է պակասում, ինքը եթե չլինի, չի ստացվի, վստահաբար դա կլինի արդեն հասարակության մեծամասնությունը եւ ամեն ինչ կստացվի։ Որովե իշխանություն մասսայական հանրային պահանջ չկատարելու հնարավորություն չունի։ Անկամ ես չեմ պատկերացնում դա ինչպես կարող է լինել, եթե իսկապես լինի այդ մեծամասնության պահանջը։ Իսկ այդ մնացած գործիքակազմը դա երկրորդական է, դա տակտիկական առումով մենք կարող ենք արդեն քննարկել ինչ քայլեր կարելի է անել, հա։ Բայց առաջինը այդ ռազմավարությունը պետքա այո լինի, այն որ պետքա մաքսիմալ շատ մարդ պահանջի այդ մեկ բանը, կոնկրետ տվյալ դեպքում թոշակների բարձրացումը։ Դուրս գանք արժատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Գինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Արման, փորձենք հիմա այս իրավիճակը գնահատեցինք, պետք է լինի անպայման փոփոխություն, պետք է լինի հասարակական, մասսայական պահանջ։ Դուք կարող եք այդ շարժումը ղեկավարել։ Դուք նկատի ունենալով որպես կուսակցություն եւ որպես հանրային այդ բոլոր իրադարձություններին լավատեղյակ անձնավորություն։ Ես կարծում եմ այդ շարժում հարաբերական շարժում ասվածը, հա, ես իմ մասով արդեն իմ ներդրումը ունեմ, այսինքն ես համարում եմ, որ սա իրազեկման փուլն է, երբ որ միանգամից, գիտեք, մեկ-մեկ լինում են նամակներ, մեկնաբանություններ, որ խոսալով չի, պետքա դուրս գալ փողոց, պայքարել, գիտեք, կա փուլային տարբերակ պայքարի, պետքա փուլային տարբերակով գնալ, սկզբում դա իրազեկման փուլն է, երբ որ դու արդեն իրազեկման փուլը իրականացնում ես, երկրորդ փուլով պետքա լինի արդեն այդ պայքարի իրագործման փուլը։ Այսինքն բոյկոտել եւ քարտով առևտուր չանել։ Չէ, հստակ հանրային պահանջ դնել, ես խոսացի, ինչ ձևով հասցնել այդ պահանջը։ Ես ինչ եմ ասում, մենք պետքա լինենք շատ եւ այո, այդ շատ լինելու դեպքում կարող են լուծվել խնդիրներ։ Դա նշանակում է, որ եթե շատ ավելի մարդ իմանա, որ պետք է գնալ դեպի պայքարի ճանապարհով, այդ երկրորդ իրագործման փուլում արդեն կարելի է, որ ասեցի, տակտիկան կարելի է որոշել, գործիքակազմը որոշել, դա կլինի ակցիաների տարբերակով, հանրահավաքների տարբերակով, երթերի տարբերակով կամ այլ տարբերակներով, այդ ժամանակ, երբ որ կլինենք շատ, այդ հանրային պահանջի ձևը արդեն իրագործումը, դա արդեն տեխնիկական հարց է։ Բայց եթե օրինակ չգիտեմ, մի բան է, եթե 10 հոգի կամ 20 հոգի է պահանջում, 100 հոգի է պահանջում, մի բան է, որ 200,000 հոգի է պահանջում, հա? Միտքը տարբերությունը շատ մեծ է։ Դրա համար այս իրազեկման փուլը շատ կարևոր է։ Ժոր դուք բողոքում եք, խնդիր կա գոյատևման։ Ուրեմն պետք է խնդիրը դնել այդպես, որ հետ վճարը սարքեք թոշակի բարձրացում, սա առաջի փուլով։ Հետո արդեն բնական է պետք է շարժվել առաջ եւ թոշակը բարձրացնել արդեն մյուս փուլերով։ Բայց ես տեսնում եմ, որ նման հանրային պահանջ կա թոշակառուների շրջանում, որ այդ հետ վճարը սարքեն
արդեն թոշակի տեսքով բարձրացնեն։ Այսինքն նույնիսկ մարդիկ 10,000 դրամին են համաձայն իրենց թոշակները բարձրանալ։ Իհարկե դա չենք ասում, որ դրանով մարդիկ սկսեն շատ լավ ապրել, բայց դա գոնե մի քայլ առաջ է։ Այո, ես իմ մասով համարում եմ, որ այս շարժման մեջ ունեմ իմ ներդրումը իրազեկման։ Երբ որ կգա արդեն ես կհասկանամ, որ եկել է եւ ես կարծում եմ, որ այդքան հեռու չի այդ ժամանակը, երբ կարելի է սկսել պայքարի իրագործման փուլը, վստահաբար ես համոզված եմ, որ այդտեղ ես նաեւ կունենամ իմ ներդրումը, որովհետև ես այդ իրազեկման փուլում եւ ոչ միայն ես, նաեւ այլ մարդիկ ունեն իրենց մասնակցությունը։ Այո, ես չեմ խուսափում պատասխանատվությունից, բնական է թե կուսակցության նախագահ եմ, ես պատրաստ եմ վերցնել իմ վրա պատասխանատվություն։ Այստեղ կարևորը մարդիկ ինչ կցանկանան եւ արդյոք մարդիկ կուզենան ինձ օժտել այդ պատասխանատվությամբ։ Գիտեք, շատ անգամ քաղաքականության մեջ ոնց է, մարդիկ իրանց տեսնում են վարչապետ, մարդիկ իրանց տեսնում են падգամավոր, չէ, շատ մեծ ամբիցիաներ ունեն տարբեր քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ։ Դա վատ չի, դա շատ լավ է, դա բնական է, թե դու ունես կուսակցություն, դու ուրեմն ձգտում ես գաս եւ քո ծրագիրը իրագործես։ Դա շատ նորմալ եւ բնական է, բայց շատ կարեւոր է թե ինչ են տեսնում մարդիկ եւ որտեղ են քեզ տեսնում մարդիկ։ Եվ քաղաքական գործիչը, հասարակական գործիչը պետք է այո ծառայի հանրային շահին, այո ծառայի հասարակությանը եւ իր ժողովրդին։ Եվ եթե ժողովուրդը տեսնի, որ ես կարող եմ լինել համակարգող կամ չգիտեմ, ավելի շուտ համակարգող կարելի ասել, որովհետեւ մեկ առաջնորդ կամ չգիտեմ, մի հոգի, 10 հոգի պահանջը լինի, դուք պատրաստ եք այդ շարժում ասածը կամ նախաձեռնությունը համակարգել։ Այո, միանշանակ պատրաստ եմ։ Եթե ինձ տեսնեն այդտեղ, եթե ժողովուրդը ինձ տեսնի այդտեղ, ես երբեք չեմ խուսափի այդ պատասխանատվությունից եւ ամենակարևորը ես կտանեմ այդ պայքարը միջև վերջ։ Երբեք կիսատ չեմ թողի։ Բայց այստեղ կարևորը թե ինչ են ուզում մարդիկ։ Եթե մարդիկ պատրաստ են պայքարի, դա լրիվ մի պատմություն է։ Եթե մարդիկ պատրաստ չեն պայքարի, դա լրիվ այլ պատմություն է։ Եթե մարդիկ ուզում են ուղղակի բողոքեն, որ կա անարդարություն, ուրեմն այդ անարդարությունը մնալու է, ոչինչ չի փոխվելու։ Եթե ամեն մեկը մտածի, որ ինքը ոչինչ չի փոխելու, ու ես ասեմ, որ կա, ես հասկանում եմ, որ բնական է, մարդիկ հոգնել են, մարդիկ հուսահատվել են, 18 թվականից հետո մինչև այսօր շատ իրադարձություններ են տեղի ունեցել, պատերազմ եւ այլն, հուսահատություն, հուսալքություն կա, հուսալքվածություն կա, հուսահատություն կա, բայց եթե դու ապրում ես, պետքա պայքարես, կյանքը պայքար է։ Դու չես կարող ասել ես այլևս չեմ ուզում ապրել։ Դու ապրում ես ու պետք է պայքարես ու մեր երկիրը դարձնես ավելի լավ, ավելի ուժեղ։ Սա թող պաթոսային չհնչի, բայց դա է միակ բանալին, հաջողության բանալին դա պայքարն է։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե լիներ հեշտ, ուրեմն պետք չէր լինի պայքարել, կլիներ միշտ արդարություն, չէր լինի անարդարություն, եթե լիներ։ Տեսեք, թոշակների հետ կապված խնդիրը ավելի թեժացավ, ավելի բարձրացավ եւ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ակնարկեց, որ դեպքը իրական պատմեց եւ ասեց, որ որքան է թոշակը բարձրացնենք, միևնույն է իրենց իշխանության ժամանակահատվածում թոշակառուն մրսելու է, այդպես է ստացվում։ Սա ինչ է նշանակում, սա ինքնախոստովանություններ, ինչու Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ եւ ինչու հենց այդ մեկնաբանությունը եւ բնականաբար հասկանալով որ արձագանքները լինելու են։ Սա կառավարության կողմից արդարացում է ուղղակի, ինչու չեն բարձրանում թոշակները։ Այսինքն իրենք ընդունում են, որ իրենց իշխանության ժամանակահատվածում միևնույն է մրսելու է թոշակը։ Ես չգիտեմ իրենք ինչ են ընդունում, բայց ես տեսնում եմ, որ իրենք փորձում են արդարանալ։ Եվ նույն հաջողությամբ կարող եմ ասել ինչու է այդ դեպքում նախարարը ստանում այդքան մեծ աշխատավարձ եւ բարձր պարգևաճար։ Ինչի համար է ստանում այդ դեպքում։ Թող ինքը ստանա ավելի քիչ 2 անգամ եւ թող այդպես լինի, բայց ստանում է այնքան որքան ստանում են, չէ՞, պաշտոնյաները, բավականին բարձր, նաև նոր տարուց առաջ 3 միլիոն դրամ էլ падգամավորները ստացան պարգևաճար։ Պաշտոնյա թոշակառուներն էլ չէ, բավականին բարձր թոշակներ։ Բնականաբար նախկին падգամավորները, նախագահները, բայց ինչ են տալիս այդ դեպքում։ Այսինքն կա ինչ որ էլիտա, որը ժողովրդից առավել է, չէ՞, ստացվում է այդպես։ Բայց չէ որ այս իշխանությանը այս թիմին բերել էին իշխանության հենց այդ էլիտար մոտեցումները վերափոխելու եւ վերաիմաստավորելու համար եւ այստեղ արդարանալ թե ինչու բյուջեում չկա փող, ինչու չի կարելի բարձրացնել թոշակները, ինչու չի կարելի բարձրացնել աշխատավարձները եւ այլն, սա այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը ինքը իրան այսպես ասենք անդիմություն է, այդ անդիմության ֆունկցիան կատարում է հենց կառավարությունը եւ փորձում է բանանել
խնդիրը բարձրաձայնել, հետո ինքն էլ այդ խնդիրը բացատրել, հետո այդ խնդիրը արդարացնել, մեկ-մեկ էլ ինքը իրան քննադատել, սենց ինչ որ հետաքրքիր հնարքներ է, բայց իրականության մեջ խնդիրը մնում է, խնդիրը չի փոխվում։ Կյանքը գնում է, խնդիրները Այո, մնում են։ այսինքն անընդհատ արդարացնել, 10,000 դրամը փրկություն չի, 1000 դրամը փրկություն չի, ես իմ իշքանը փրկություն չի, բայց ի՞նչն է փրկություն, 3 միլիոն դրամ պարգևաճար падգամավորներին եւ բոլորը ուրախ են եւ ամեն ինչ լավ է, կարծում եմ չէ։ Կարծում եմ մենք ունենք այդտեղ խնդրեմ կառավարության ընկալման հետ իրականության, այսինքն կառավարությունը որ դուրս գա շփվի մարկանց հետ, ընդ որում ոչ թե ընտրովի, թոշակառուներն առաջարկում են իրենց թոշակով մեկ ամիս ապրել։ Ես առաջարկում եմ կառավարության անդամները գնան եւ շփվեն թոշակառուների հետ։ Այ ուղիղ երկխոսություն։ Եվ սա հավատացեք չեմ ասում որ կառավարությանները այդպես քննադատեմ։ Ինքնանպատակ քավլիցի չունեմ քաղաքական աճոկներ եւ դիվիդենդներ, այսպես ասենք շահելու այս թեմայով։ Ես ուզում եմ որ մեր թոշակառուները կարողանան գոնե առնվազն հիմա գոյատևել մեր երկրում, որտեղ խնդիրը շատ սուր է, իսկապես շատ սուր է։ Ես կուզենայի որ այս հարցը որևէ կերպ չքաղաքականացվեր։ Այո, ինքը քաղաքական հարց է, որտեղ խոսքը գնում է կառավարության մասին, պետության մասին, այսպես թե այնպես քաղաքական, սոցիալական քաղաքական հարց է։ Բայց ես չէի ուզենա որ սա դառնար ընտրություններից առաջ ինչ որ տարբեր քաղաքական ուժերի կողմից ինչ որ ռեյտինգի հարց է, այսպես ասած։ Ապրիլ ամսին որոշեն որ բոլոր թոշակառուների թոշակ ավելանում են 20,000 դրամ։ Ես շատ ուրախ կլինեմ, շատ ուրախ կլինեմ, որ կառավարությունը նման բան անի։ Կապ չունի ընտրություններից առաջ է թե չէ։ Ես հավատացեք, որ իմ համար ամենակարևորը այն է, որ ես շատ եմ շփվում, ինձ շատ են գրում թոշակառուներ եւ այլն, եւ շատ եմ շփվում, ինքս եմ տեսնում, վիճակը իսկապես սուր է եւ մեկ օր շուտ պետքա իրոք այդ հարցի լուծումը տրվի։ Հետևենք զարգացումներին, հետևենք իրադարձություններին, կարծում եմ սա կլինի մեր հաղորդումները շարունակական խնդիրների մասին մենք կխոսենք, ինչու ոչ։ Գուցե մեր տաղավարում մենք կհյուրընկալենք նաև թոշակառուներին, թող իրենք պատմեն իրենց խնդիրների մասին։ Հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում կրկին կհանդիպենք այս տաղավարում։ Շնորհակալություն այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։